Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ասպարեզի զրուցակիցը ընտրական իրավունքի մասնագետ Ատոմ Մխիթարյանն է, բարև ձեզ պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Պարոն Մխիթարյան, այսօր մեր եթերում անդրադառնալու ենք մեր հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Հայտնի է, որ մենք անցում ենք կատարում փաստորեն կառավարման խորհրդարանական համակարգին։ Ինչպիսի առանձնահատկություններ ունի այդ համակարգը ի տարբերություն նախագահականի։ Խորհրդարանական համակարգը ունի որոշակի առավելություններ եւ որոշակի թերություններ, որոնք ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել որպես տարբերություններ նախագահական համակարգից, եւ դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության արդեն գործող սահմանադրությամբ, որի հիմնական կետերը արդեն գործում են, իսկ վերջնական սահմանադրությունը բոլոր իսկ կետերով ուժի մեջ կմտնի 18 թվականից եւ այս պետության կվերանա Հանրապետության նախագահի պաշտոնը այն տեսքով, որ հիմա գոյություն ունի։ Խորհրդարանական համակարգում որոշումների կայացման հիմնական օղակը դառնում է պարլամենտը։ Հայաստանի պարագայում դա ազգային ժողովն է։ Մինչդեռ հիմա գործող նախագահական կամ ինչպես ասում են կիսանախագահական համակարգում մեծ դերակատարություն ունի հանրապետության նախագահը, որը օրինակ նշանակում է վարչապետին, գործադիր իշխանության ղեկավարին, ազգային ժողովի հաստատելը։ Իսկ խորհրդարանական համակարգում դա այդ գործառույթը վերապահված է պարլամենտին, ազգային ժողովին, որից էլ հենց բխում է բոլոր այն փոփոխությունները, որոնք պիտի արվեն եւ օրենսդրության մեջ եւ կառավարման համակարգում այդ անցնցում եւ արդյունավետ կատարելու համար։ Ավելի լայն առումով ինչ է տալիս մեզ որոշումների կայացման ընթացքում ավելի շատ մարդկանց մասնակցություն, որովհետև եթե Հայաստանի հիմա գործող օրենսդրությամբ, սահմանադրությամբ Հայաստանի նախագահան ըստ էության շատ գործառույթներ ունի եւ միանձնյա որոշումներ կարող է կայացնել, 18 թվականից հետո այդ բոլոր որոշումների հիմնական կիզակետը ծանրությունը ընկնելու է Հայաստանի պարլամենտի վրա։ Իսկ այնտեղ, ինչպես գիտեք, միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն չկա։ Պիտի քվեարկությամբ որոշվեն եւ բոլոր քաղաքական ուժերը, որոնք պարլամենտում ներկայացված կլինեն, նաեւ նրանց ձայնը պիտի հաշվի առնվի։ Նաեւ կա հակակշիռների մեխանիզմ, որ դրված է Հայաստանի սահմանադրության մեջ եւ ամրագրված է նաեւ ընտրական օրենսգրքով, որ ընդդիմությունը մասնավորապես առնվազն 1/3 մանդատներ պիտի ունենա ազգային ժողովում, որը ծանրակշիռ ներկայություն է։ Չնայած ընտրությունների ընթացքում կարող է ընդդիմությունը ավելի քիչ մանդատներ վաստակել, մաքուր համամասնական ընտրակարգով, եթե մենք հիմա ունենք, բայց մանդատները կարելի է ավելացնել եւ նրանք առնվազն 1/3 մասնակցություն պիտի ունենա, առնվազն 1/3։ Այնպես որ շատ կարեւոր է հասարակության տարբեր խմբերի շահերի ներկայացումը, որոնք ներկայացնում են հենց քաղաքականները ազգային ժողովում, Հայաստանի պարլամենտում, որն էլ կազդի որոշումների կայացման վրա եւ մտածում ենք, որ փոխհամաձայնությունը շատ կարևոր սկզբունք պիտի դառնա խորհրդարանական կառավարման ժամանակ։ Քաղաքացիների մեծամասնությունը այսպես է կարծում, եթե տնտեսական վիճակը չի փոխվելու, ապա մեզ ինչ։ Անուղղակի ինչ-որ կապ գոյություն ունի մեր հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակի եւ կառավարման համակարգի մեջ, թե ինչպես է կառավարվում մեր հանրապետությունը։ Դուք ասեցիք անուղղակի, այո, անուղղակի կապ կա եւ նույնիսկ մի քիչ էլ ահագի կապի մասին կարելի է խոսել։ Մեր քաղաքացիները պիտի իմանան, հասկանան, որ նրանք օրինակ 3 առաջի օրը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ պատվիրակեցին իրենց ձայնը որոշում կայացնողներին, բայց դա չի նշանակում, որ նրանք որևէ մասնակցություն չպիտի ունենան։ Դրա համար շատ կարևորվում է ընտրությունների դերը, որովհետև միակ հնարավորությունը քաղաքականության վրա ուղղակի ազդեցության մնում է ժողովրդի մոտ միայն ընտրությունը, ընդ որում պարլամենտի ընտրությունը։ Եվ դրա համար շատ կարևորում է ընտրությունների դերը։ Ինչ հնարավորություն պիտի լինի նրանց ազդելու որոշումների կայացման վրա, ընդ որում նաև սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վրա։ Մեր քաղաքացիները պիտի իմանան, որ նրանք պատվիրակեցին որևէ քաղաքական ուժին, այդ քաղաքական ուժի հետ պիտի սերտ կապի մեջ լինեն, անընդհատ
Եվ քաղաքական ուժերն էլ կախված կլինեն ժողովրդից, որովհետև յուրաքանչյուր որոշում կայացնելուց քաղաքական ուժերը անպայմանորեն պիտի հետադարձ կապով կապված լինեն իրենց ընտրողների հետ, ընտրողների լայն իմաստով, ոչ միայն կոնկրետ մարդկանց, որոնք իրենց ընտրել են, եւ նրանց ձայնը, կարծիքը անպայման հաշվի առնեն պարլամենտում քվեարկությունների, այսինքն որոշումների կայացման ընթացքում։ Շատ կարևոր է պարլամենտական համակարգում հետադարձ կապը։ Օրինակ իդեալական դեպքում զարգացած խորհրդարանական կառավարման պետությունների դեպքում կա հետաշխման մեխանիզմ օրինակ, որը ցավոք սրտի մեր օրենսդրությունում առայժմ ամրագրված չի։ Դա ինչ է նշանակում, որ եթե մեծամասնությունը ժողովրդի ձայնը տալիս է ինչ-որ քաղաքական ուժի եւ որոշ ժամանակ հետո, ոչ թե 5 տարի հետո, օրինակ 1 տարի հետո, այդ քաղաքական ուժը չի արդարացնում ժողովրդի ակնկալիքներն ու ցանկությունները, մասնավորապես նաև իր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ կապված։ Նա իրավունք ունի մասնավորապես հետ կանչելու են падգամավորին կամ падգամավորներին, որին պատվիրակել է իր անունից որոշումներ կայացնելու։ Եվ այդ թեզը հատկապես քաղաքացիական հասարակությունը, մեր քաղաքական ուժերը շատ քիչ շահարկեցին, որ շատ կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, բոլոր խաղացողները, այստեղ եւ ժողովրդի մեծամասնության մասին ենք խոսում եւ անհատ քաղաքացիների, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի, որ նրանք անընդհատ կապի մեջ պիտի լինեն եւ որոշումներ կայացնելիս անպայման հարցնեն նաեւ մարդկանց կարծիքը։ Պարոն Ղիտարյան, հետ կանչելու մասին որ խոսեցիք, այդ մեխանիզմը ինչպես է աշխատելու։ Ենթադրենք, թե ինչ որ անձինք արդեն ընտրվել են ազգային ժողովում, պատգամավոր 2 տարի աշխատել են, հետո իրենք չեն արտարացել իրենց ընտրողների սպասումները։ Այո, մեր օրենսդրությունում այդպիսի բան նախատեսված չի ցավոք սրտի, բայց կան երկրներ, որտեղ այդ հետ կանչման մեխանիզմը կա, այսինքն ստացվում է, որ յուրաքանչյուր ընտրատարածք ընտրվում են падգամավորներ, այդ ընտրատարածքի որոշակի քանակությամբ ձայների կամ ստորագրությունների հավաքի պարագայում հնարավոր է հանրաքվեի կազմակերպում կոնկրետ տարածքում, Հայաստանի դեպքում կարող է լինել ամբողջ Հայաստանի տարածքվեով նորից զրկել տվյալ քաղաքական ուժին, օրինակ մեր պարագայում պարլամենտում ներկայացված լինելու իրավունքից։ Հիմա որ մենք խորհրդարանական համակարգի ենք, կարգելու, այդ մեխանիզմը գործելու է, թե դրա համար անհրաժեշտ օրենք պետք է մշակվի։ Այո, դա պետք է ամրագրված լինի, որը ավելի կզգաստացնի քաղաքական ուժերին եւ նրանք չեն մտածի օրինակ։ Իսկ բան ասացիք դրա մասին, դերևս մեր մամուլում ես որևէ բան չեմ հանդիպել, ճիշտ է։ Այո, որովհետև շատ հետաքրքիր է եւ լիակատար ժողովրդավարության պարագայում, երբ որ օրինակ լիակատար ժողովրդավարությունը կլներ այն ժամանակ, երբ որ ցանկացած որոշում կայացնելուց հարցնեին ժողովրդի կարծիքը, չէ՞։ Այո, օրինակ հին Հունաստանում դեմոկրատիա բառը որտեղից եկավ, այնտեղից որ յուրաքանչյուր որոշում կայացնելուց ամբողջ քաղաքի բնակչության կարծիքը հաշվի էր առնվում։ Բոլորը քվեարկում էին եւ որոշում էին, օրինակ, այս կողմը գնալ, թե այն կողմ գնալ, այս որոշումը կայացնել, թե այն որոշումը կայացնել։ Մեր պարագայում ստացվում է, որ 5 տարին մեկ է ժողովուրդը հնարավորություն ունենում այս որոշումը կայացնելու։ Եվ հաշվի առնելով մի քիչ առաջ ձեր հարցի մասին եմ ասում, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավիճակը ստացվում է, որ մարդը, քանի որ եւս մեկ անգամ նա հնարավորություն կունենա որոշումների կայացման վրա ազդելու 5 տարի հետո մյուս պարլամենտական ընտրություններին նա հեշտությամբ կարողանում է ինչ անել, իր ձայնը վաճառել իր օրվա հարցը լուծելու համար։ Իսկ այն դեպքում, եթե նա զգա, որ եթե այսօր սխալ ընտրություն կատարի, օրինակ, եւ կամ ինչ որ ընտրություն կատարի, բայց վաղը օրինակ կուզենա փոխի, որովհետեւ 5 տարվա ընթացքում հասարակական հարաբերությունները փոխվում են, նույն ձևի չեն մնում եւ ժողովրդի վերաբերմունքը քաղաքական ուժերին է փոխվում։ Օրինակ վարկանիշները այսօր կարող է քաղաքական որևէ ուժ ունենալ բարձր վարկանիշ եւ մի քանի ամիս հետո կամ 1 տարի հետո նրա վարկանիշը ընկնի։ Բայց ժողովուրդը այդ վարկանիշը չի կարող ամրագրել պարլամենտական նոր ընտրություններում։ Ցավոք սրտի Հայաստանում նորից եմ ասում, այդ հնարավորությունը չկա։ Եվ մենք այն մարդիկ, որոնք կուզենային ավելի ժողովրդավարական տեսնել, խորհրդարանական համակարգին զուգահեռ պիտի падգամավորի կամ քաղաքական ուժի հետ կանչման մեխանիզմը լինի։
Այսինքն նախաձեռնություն հանրակրթեի որոշակի ստորագրությունների արկայության պարագայում եւ այդ ժամանակ նոր ընտրություն։ Հետաքրքիր է։ Այո, ստացվի այդ դեպքում այնպես, որ մեր երկրում բարբերաբար ընտրություններ են տեղի ունենալու, բարբերաբար իշխանություններ են փոխվելու, մինչև որ իշխանության չգա այն ուժը, որը կարտարացնի մարդկանց հույսերը։ Ոչ թե բարբերաբար ընտրություններ կլինեն, այլ իշխանությունը։ Հա, այն քաղաքական ուժը, որը ընտրությունների ընթացքում կհաղթի, այդ չի կարող շեղվել ժողովրդի ցանկություններից, որովհետև նա գիտի այդ ժամանակ հենց որ շեղվեց, այսինքն նրա վարկանիշը կամ հեղինակությունը ժողովրդի մոտ ընկավ, նրան ուղղակի կարող են փոխել։ Եվ այդ ժամանակ այն բոլոր հարցերը, որ ժողովուրդը նա կզգա, որ նա ժողովրդի մեծամասնության կարծիքը արտահայտողն է, նրանց ցանկությունների արտահայտողն է։ Եթե շեղվում է, չի արտահայտում, ուղղակի նրան պետք է փոխել։ Այս բանը շատ կարևոր է, որտեսի մենք, ասենք, պահանջենք, քաղաքական ուժերը գիտակցեն, ժողովուրդը գիտակցի եւ այդ դեպքում այն արատավոր երևույթները, որ մենք տեսանք անցած ընտրությունների ժամանակ, կարող են չկրկնել, որովհետեւ մարդը ձայնի արժեքը շատ կզգա, կհասկանա։ Իսկ քաղաքական ուժերը պատրաստ չեն լինի, ասենք, շատ արագ ուրեմն տարբեր մեխանիզմներ։ Նրանք գիտեն 5 տարին մեկ են այդ մեխանիզմը կիրառելու, 5 տարվա ընթացքում ինչ որ ռեսուրսներ են հավաքում, ծախսում, հետո նա սկսում է ռեսուրսները հավաքել մյուս ընտրությունների համար, որովհետև այդ ընթացքում այդ 5 տարվա ընթացքում որևէ ուրիշ ընտրություն կամ քաղաքական կուրսի փոփոխության վրա ժողովուրդը էական ազդեցության լծակ չի ունենում։ Սա է խնդիրը։ Մեր հանրապետության տարբեր շրջաններից շատ են դեպքերը եւ պատգամավորներ են ընտրվում, ասում են ազգային ժողով, մոռանում են իրենց տված խոստումները իրենց ժողովրդին, թեկուզ մեր Շիրակի մարզի բարակայում, եւ զգում ես, որ 5 տարիների ընթացքում, երբ իրենք պատգամավոր էին, բացի իրենց անձնական շահից ու բիզնեսը զարգացնելուց, որևէ այլ խնդրի թեկուզ մարզային մակարդակով ուշադրություն չեն դարձնել։ Այսինքն այս մեխանիզմը հնարավորություն կտա իրենց ավելի զգաստ պահել։ Դե դուք պատկերացրեք, Շիրակի մարզից մենք ունենք 5-6 падգամավոր, եթե չեմ սխալվում, մեծամասնական, թե 4 падգամավոր ունենք, 5 падգամավոր ունենք մեծամասնական, եթե նրանք իմանային, որ այդ իրենց ընթացքում օրինակ այն հարցերը, որոնք ուզում են Շիրակի մարզի բնակչությանը, նրանք չեն բարձրացում ազգային ժողովում, հարցեր եւ հարտապնդումներ չեն արվում կառավարությանը, այդ հարցերը ըստ էության մնում են նույնը, եթե նրանք իմանային, որ եթե այդպես են աշխատելու, ժողովուրդը ուղղակի կարող է հետ կանչել եւ նրանց փոխարեն նոր ընտրություն անել տվյալ ընտրատարածքում, նրանք կամ լավ կաշխատեին կամ հետ կկանչվեին ժողովրդի կողմից եւ նրանց փոխարեն լավ աշխատող падգամավորներ մենք կունենայինք։ Իսկ այն դեպքում հիմա գործող օրենսդրությամբ ըստ էության ժողովուրդը որևէ լծակ չունի падգամավորների որոշումների վրա նույնիսկ ազդել։ Մենք կարող ենք նաև առաջարկել իշխանություններին օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություն իրականացնել, որպեսզի հնարավոր լինի այդ ձեր առաջարկը կիրառել, որպեսզի գործի այդ համակարգը քաղաքական ուժի կամ պատգամավորի հետ կանչման ազգային ժողովից։ Ենթադրենք, թե պատգամավորը արդեն 1 տարի ինձ ազգային ժողովում իր գործունեությունը ծավալում է եւ իրեն չի արտարացնում։ Այդ դեպքում իրեն կարող են հետ կանչել, թեկուզ մի տարի հետո ես էլ կոչ կանեմ եւ ամրագրվի նման եւ մասնագետների, օրինակ ընտրական իրավունքի դա կարող է լինել համանդրական իրավունքի մասնագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ մի աշխատանքային խումբ, ասեմ, թե ինչ որ մի նախաձեռնող խումբ ստեղծել, այս մեխանիզմը կյանքի կոչելու հնարավոր տարբերակներ մշակելու եւ այսօրվա ընտրված падգամավորների միջոցով ազգային ժողովում օրինակ հարցը բարձրացնելու։ Ես մտածում եմ, որ սա շատ արդյունավետ կարող է լինել եւ նույնիսկ քաղաքական ուժերի հետ կարելի է բանակցել, որպեսզի հարցը մտնի պարլամենտ եւ որոշակի օրենսդրական լուծում ստանա, այդ ժամանակ իսկապես շատ կզգաստացնի եւ падգամավորների եւ ժողովուրդը անընդհատ ձեռքը դրած կուրսի վրա կհետևի իր падգամավորների գործունեությանը եւ անհրաժեշտության դեպքում կկարողանա ազդեցություն ունենալ նրանց որոշումների կայացման կամքի վրա։ Այդ դեպքում արդեն էական չի լինի, թե տվյալ падգամավորը որ քաղաքական ուժին է հարում, այլ էականն այն է, թե ինչպես է նա աշխատելու։
աշխատելու եւ ինչպես է ներկայացնում ժողովրդի կարծիքը, ցանկությունները, տրամադրությունները։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ նորից եմ ասում, եթե ազգային ժողովը մի կողմից որոշումներ կայացնող քաղաքական որոշումներ կայացնող մարմին է, մյուս կողմից նա նաեւ ներկայացուցչական մարմին է, որը շատ ավելի կարեւոր է։ Նա ներկայացնում է ժողովրդի կամքը, ցանկությունները։ Մեր պարագայում ներկայացուցչական մարմին է պարլամենտը միայն ընտրությունների ընթացքում, երբ որ մարդիկ ընտրում են իրենց ներկայացուցիչներին, նրանից հետո նա իր ներկայացուցչական ֆունկցիայի մասին ընդհանրապես մոռանում է։ Եվ գաղափարախոսությունը պետք է փոխվի դրա տակ դրվող։ Պարոն Սիտարյան, ես պատրաստ եմ իմ ներդրումը ունենալ նաև ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, օրենսդրական նախաձեռնության իրավունքից օգտվելով, տարբեր պատգամավորներին օգնելով, մշակել մի օրենսդրական փաթեթ, որպեսզի կարողանանք այդ հնարավորությունը ընձեռել հայ ընտրողին եւ մեր քաղաքացիներին։ Իսկ օրինակ մոտավորապես որքան ստորագրություն են հավաքում այն երկրներում, որտեղ այդ օրենքը կոչվում է, որպեսզի տվյալ պատգամավորը հետ կանչեն։ Ուրեմն ստորագրությունների հավաքի համար մոտավորապես երկրներ կան, որտեղ տվյալ ընտրատարածքում ընտրողների մոտ 10% ստորագրությունն է արվել, բայց դա որոշում կայացնել դեռ չի։ 10% ստորագրությունների հավաքումից հետո հարցը դրվում է քվեարկության։ Տեղական հանրաքվեի օրինակ այդ տարածքի համար։ Եվ այդ ժամանակ, երբ որ ձայների մեծամասնություն հավաքվեց, այդ ժամանակ ուրեմն նոր ընտրություններ են կատարվում։ Բա որ մենք գիտենք, որ Հայաստանում է կապվում, բա որ այդ պատգամավորը որոշեց ու ասենք կաշառեց։ Այդ իրեն ընտրողներին, ովքեր որ ասենք ճիշտ են, պետք է ստորագրություն, հա։ Դե քանի անգամ պիտի կաշառի, ասենք այսօր կաշառեց, հետո մյուս անգամ անընդհատ կաշառի, չեմ կարծում, որովհետև այդ ռեսուրսներն էլ սահմանափակ են, անսահմանափակ չեն։ Սա է, եւ վերջին հաշվով ի հայտ կգան նաեւ նոր լիդերներ, նոր տեխնացուներ, նոր դեմքեր, որոնք հենց այդ մասին ժողովրդին կիրազեկեն եւ այնպես չի որ միշտ հնարավոր է այդ ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսները օգտագործելով տարին մեկ անգամ ընտրվել։ Դա է սահմանափակ է։ Որովհետեւ ես մտածում եմ, հա? Առաջին անգամը չէ, որ ազգային ժողովը այնպիսի օրենքներ են ընդունում, որոնք հակասում են նույնիսկ մեր ազգային շահերին, կարելի ասել։ Դեպք եղավ, երբ այդ հազարական դրամների հետ կապված օրենքը ընդունվեց բանակի կարիքները հոգալու համար, բայց ընդհանուր մեր հայաստանաբնակների ՀՀ քաղաքացիների մեծամասնության կարծիքը ոչ ոք չհասցրեց։ Ուզում էին, որ նման օրենք ընդունվի, թե ոչ։ Այո, ըստ էության ոչ թե չհարցրեց, այլ Հայաստանի ԵՏՄ-ին միանալը նախագահ հայտարարեց, մենք մտանք ԵՏՄ-ի կազմին։ Չեղավ մեր հանրապետությունում։ Դուք շատ կարևոր հարցեր եք բարձրացնում, որ ժողովրդի մեծամասնությանն է հետաքրքրում, եւ այդպիսի հարցերը իսկապես պետք է դերվի կամ հանրային կամ գոնե պլեբիսցիտ արվի, այսինքն հարցում արվի։ Նույնը բազիկների, հոսանքի սակագների հետ կապված բարձրացնում են, իջեցնում են։ Օրինակ Շվեյցարիայում տարեկան տեղի ունենում գիտեք քանի։ Մոտ 20 հանրաքվե տարեկան Շվեյցարիայում։ Ցանկացած այդպիսի մեծ կարևորություն, որ բոլորին կամ շատերին կարող է հուզել, Շվեյցարիայի կառավարությունը կազմակերպում է հարցումներ։ Եվ բոլոր հարցումների արդյունքների հիման վրա կայացվում են որոշումներ, որոնք հաշվի են առնում իրենց ժողովրդի շահերը եւ ցանկությունները։ Հայաստանում գործում է տեղական հանրաքվեի մասին օրենքը։ Բայց մինչև վերջին այդ համայնքների խոշորացման հարցը դնելը տեղական հանրաքվեի մասին օրենքը չէր կիրառվել։ Այո։ Եվ կիրառվեց մենակ կառավարության կողմից։ Սա էլ շատ լավ հնարավորություն է օրինակ տեղական հանրաքվե կազմակերպել։ Ընդ որում այդ օրենքով նախատեսում է էլի որոշակի քանակությամբ ստորագրությունների հավաք քաղաքացիների նախաձեռնությամբ եւ հարցը դրվում է տեղական հանրաքվեի։ Օրինակ Գյումրիում ցանկացած հարց, որ տեղական մակարդակի լուծման անհրաժեշտություն ունի, հնարավոր է քաղաքացիների, ընդ որում դա ամրագրված է հիմա Հայաստանի օրենքով, քաղաքացիների նախաձեռնության նախաձեռնել տեղական հանրաքվե եւ հանրաքվեն պարտադրել շակերտներում եմ ասում։ Կառավարությունը որոշում է, որովհետեւ տեղական որոշումների մակարդակով որոշումների կայացման վրա պիտի պարտադիր լինի։
բայց մեր քաղաքացիական հասարակությունը, կուսակցությունները այդ հնարավորությունից էլ չեն օգտվում։ Գուցե չգիտեն այդ մասին, բայց իրազեկման օրինակ արշավներ կարելի է անել եւ օրինակ այդ հանրակրվեի, տեղական հանրակրվեի մասնորենքը շատ լավ կարող է գործել։ Ոնե տեղական մակարդակում որոշումների կայացման վրա մեր քաղաքացիները էական ազդեցության հնարավորություն կունենան։ Նաև կարծում եմ, սա մի յուրահատուկ ձև է շահագրգռելու մարդկանց մասնակցելու պետության կառավարմանը։ Իսկ հիմա իշխանությունը ոնց որ օտարված է ժողովրդից, որովհետև իրենք արգելապատներ չեն տնում, հնարավորություն չեն ստեղծում, որպեսզի ժողովուրդը մասնակցի պետության կառավարմանը։ Փաստորեն պետության արդյունավետ կառավարումից շատ հարցեր կարող են լուծվել։ Այո, լրիվ համաձայն եմ ձեր դիտարկման հետ, որովհետև մարդիկ իշխանությունը արդեն ստացած մարդիկ շահագրգռված չեն այդ իշխանությունը կորցնելով կամ թուլացնելով, դրա համար անջրպետ է առաջանում որոշումներ կայացնողների եւ ժողովրդի միջեւ, որը իրական ժողովրդավարական երկրներում չպիտի լինի օրենքով։ Ու նաև անհրաժեշտ են մեխանիզմներ մշակել նույն կառավարության աշխատանքի արդյունավետությունը կամ արդյունավետությունը բարձրացնելու համար, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով իր տեղում եւ դերում է ու լավ է աշխատում, դրանից շահում ենք մենք բոլորս։ Այո, դա էլ եմ համաձայն եւ ժողովուրդը կառավարության աշխատանքին միջամտելու հնարավորություն ունի պարլամենտի միջոցով, որովհետեւ անմիջական ընտրվող մարմինը խորհրդարանն է եւ այդ խորհրդարանի միջոցով նա կարող է խառնվել կառավարության գործերին։ Եթե կառավարությունը լավ չաշխատի, խորհրդարանը կարող է բարձրացնել հրաժարականի հարցը։ Այո, հիմա խորհրդարանական կառավարման ժամանակ դա փաստորեն մնում է միակ մեխանիզմը։ Մնում է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա խորհրդարանում որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ։ Մարդը գիտենալով, որ իր ձայնը տեղ է հասնում, իր հետ հաշվի է նստում, ինքը հաստատ անտարբեր չի լինի այս կամ այն որոշումը դնելու։ Այո, ճիշտ է արձանագրում։ Եղավ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Շնորհակալություն հնարավորության համար եւ այստեղ էլ կարևորում եմ շատ մեր լրատվամիջոցների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման եւ իրավական գիտակցության բարձրացման մեր ժողովրդի, որովհետեւ դրա կարիքը կա եւ դա ցույց տվեց նաեւ վերջին ընտրությունները, որ տեղի ունեցան։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր ասպարեզի զրուցակիցն ընտրական իրավունքի մասնագետ Ատոմ Մխիթարյանն էր, հարցազրույցը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ